Հարգելի գործընկերներ, մենք գյուղատնտեսության ապահովագրության համակարգը սկսեցինք ներդնել 2019 թվականից, եթե չեմ սխալվում, եւ 19-20 թվականին Մեկնարկել է 20-ից։ Շատ լավ։ Ու մեզ թվում էր, թե մենք ինստիտուցիոնալ կարևոր հարց ենք լուծել, եւ իրականում ըստ էության այդպես էլ կար, բայց շատ արագ ի հայտ եկավ խնդրեմ, որ վերապահովագրող ընկերություններ, այսինքն մեխանիզմը հետևյալն է, որ տեղական ընկերությունները ապահովագրում են, ապահովագրական վճարներ են հավաքում մեր տեղի տնտեսվարողներից եւ իրենք էլ իրենց ռիսկերը օտարերկրյա որևէ կազմակերպության հետ ապահովագրություն են գնում իրենց հերթին նրանցից։ Եվ ստացվեց այնպես, որ եթե ես տերմինաբանությունը սխալ օգտագործեմ, խնդրում եմ ինձ ուղղել, որ վերապահովագրող ընկերությունը որոշակի ռիսկեր էր տեսել կամ իր ծախսերի պլանավորած հատվածից չափից ավելի մեծ ծախսեր էր իրականացրել, այդ թվում որոշ անկանոնությունների ենթադրում ենք պատճառով, որովհետև այս թեման հետաքրքիր էր, ինչն է խնդրեմը, որովհետև թվում է թե աշխարհում կա ապահովագրական պրակտիկան եւ այդ ընթացքում հիշում եք, այս դահլիճում էլ քննարկել ենք, ինձ համար այդ թվում գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստերի հայտ եկան, որ իմ մտքով չէր անցնի, որ այնուամենայնիվ այստեղ էլ մենք դուք էլ խոսեցիք, ակնարկեցիք ոչ բարեխիղճ տնտեսվարողների մասին, որ որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Եվ երբ որ դուք խոսում եք ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, մենք այս ինստիտուցիոնալ բարեփոխում ասելով այս հատվածն էլ պիտի հասկանանք։ Տեսեք, մենք անընդհատ երբ որ ու սա իրականում գաղափարախոսական հարց է, որովհետև երբ որ գործիքը ստեղծվում է, մենք պետքա ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիներ հասկանան, որ դա իրանց համար է։ Ու մենք այստեղ անընդհատ այդ խնդրեմը ունենում ենք, երբ որ մենք այսպես բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել։ Այդ բարեփոխումը, որովհետև մի պարզ բանի պատճառով, որ ստացվում է, որ առնվազն մենք միտումներ կան, որ այդ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այդ բարեփոխումը օգտագործվում է այս պահին ինչ որ մի հատ փոքր եւ կարճաժամկետ օգուտ ստանալու համար։ Եվ սա երբ որ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է, որ երբ որ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջի գործը չլինի, որ այդ ճանապարհում մի հատ բան, այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք, օրինակ, այդ ասֆալտը քանդելով։ Կամ երբ որ ասենք միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվում, առաջին միտքը չլինի, այս ինչ լավ բան է, եկեք ընկերությունը կիսենք 7 մասի, գնանք 7 հատ միկրոձեռնարկատիրական, սա իրականում խորը ֆունդամենտալ սոցիալ-հոգեբանական խնդրեմ է, եւ այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է։ Քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես ինչ որ օտար մի մարմնի, որը ես գնալով ավելի շատ եմ դրանում համոզվում, որ պետականության ռելիկտային մտածողությունը, որ ոնց որ մենք ժամանակին կայսրությունների ընկալումն ա եղել, մեր պետությանն էլ ենք տենց վերաբերվում, որ այս ինչ լավ է։ Հիմա հասկանում եք, մենք այսօր այո, ջանք ենք գործադրում, պետք է ասել հետեւյալը, որ հիմա մենք փորձում ենք ապահովագրական գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել։ Որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ որ անառողջ process-ների։ Պարզվում է տեղերկա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են
գրում ենք այդտեղ հատուկ այդտեղ որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք, ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության է, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետքա բան անենք, առնչվենք։ Մենակ այդ չի, մենք պետքա գնանք եւ մարդկանց հետ խոսենք։ Մենք այն խնդիրները, որ դռնփակ նիստերում, դռնփակ ոչ թե գաղտնի, այլ աշխատանքային մեր process-ներում քննարկել ենք, ինչա տեղի ունեցել։ Պետքա գնանք մարդկանց պատմենք, որ իրանք իմանան ինչա տեղի ունենում։ Որ մի հարևանը մյուս հարևանին նկատելիս այդպիսի բան ասի մի արա, որովհետև դրանով դու իմ բանն էլ ես, իմ աշխատանքն էլ, իմ արդյունք, իմ զարգացումն էլ ես դնում հարվածի տակ։ Եվ սա շատ կարևոր հատված է։ Հա, այս տարի էլ մենք կգլորենք։ Անցած տարի մի կերպ գլորեցինք, այս տարի էլ կգլորենք, լավ է մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս միտումը չփոխվի, ասելու ենք վերջ, էլ չենք կարողանում անենք, որովհետև սա իմաստ չունի, որովհետև չի ծառայում իր նպատակին։ Եվ մենք այս տեղեկատվությունը պետքա մարդկանց հետ կիսենք։ Մենք ընդհանրապես ուսումնասիրեցինք որևէ ձևով այդ չարաշահումների դեպքերը, մոտիվացիաները։ Չնայած այդտեղ մենք ինստիտուցիոնալ լուծումներ ենք տալիս։ Արդեն այդ երբ որ պարոն Պապոյանը նշած սարքավորումները մենք ձեռք բերենք, արդեն մենք էլ թաքուն տեղերը կարկուտների կիմանանք եւ այդ պարագայում ապահովագրության վճարների չափը կամ կփոխվի կամ այնտեղ չի ապահովագրվի ընդհանրապես, որովհետեւ կասենք այդտեղ պետքա լինի հակակարկտային ցանց, վերջ, ուրիշ գործիք այդտեղ չկա։ Այսինքն ստեղ էլ մենք այդ լուծումները պետքա տանք, այդ դեպքում բան կանենք, մենք ունենք sense թե նենց ինտենսիվ գյուղատնտեսության ծրագիր, կասենք, որ մենք այդտեղ հակակարկտայինը չենք ապահովագրում, մենք սուբսիդավորում ենք, որ այդտեղ հակակարկտային ցանցեր լինեն, երբ որ հակակարկտային ցանցերով այգի բան կանի, կհիմնադրվի ցրտահարությունը կամ այն մյուս դեպքերը, որ ուրիշ դեպքեր ունենք, հրդեհը եւ այլն կապահովագրվի։ Այսինքն մենք չպետք է ապավինենք, որ մարդկանց կբացատրենք, իրանք է կհասկանան, իհարկե կլինեն, որ կհասկանան, բայց կլինեն, որ առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերի, բայց այդ ինստիտուցիոնալ լուծումներով մենք կգնանք այդպիսի բաներին, որը նաև մեզ այս համակարգը միջալոց ապահովագրական համակարգը մեզ կօգնի նաև, որ մենք իրականացնենք այն, ինչ որ վաղուց ուզում ենք իրականացնենք, բայց այդպես էլ չենք կարողանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Մասնավորապես գյուղատնտեսական հողերի վրա պետքա մենք պետությունը, կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը որոշակի նաև ավելի ակտիվ խորհրդատվություն ապահովի գյուղացիներին։ Ասի այս հողում խնդրում ենք խորհրդատրվում ցանել այս եւ այս պետքա կապել իմիջայլոց նաև ապահովագրական համակարգի հետ ասել որ այս կատեգորիաների հողում այս պայմաններում մենք ապահովագրում ենք միայն այս դեպքերը այդ որը մեր ապահովագրության համակարգը ավելի կզարգացնի, բայց այստեղ մեզ պետքա կարողությունները զարգացնել, այդ թվում նախարարության պետական կառավարման համակարգի եւ մեզ պետքա թվայնացում իրականացնել եւ մեզ պետքա այդ թվում թվային հարթակում մեր հողերի կատեգորիաները, իրենց մասին տվյալները լրացնել, որ เป զի համակարգը կայանա։ Իհարկե ես տենց ասացի, բայց մենք չպետք է տրամադրվենք այսպիսի բանի, որ 2 տարի կգլորենք, հետո էլ չենք գլորի, 2 տարի կգլորենք, այս ընթացքում էլ պետք է համակարգը ստեղծենք մաքսիմալ արդյունավետ։ Պարոն Թովմասյան, բան ունեիք ասելու համետ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, իրականում ձեր խոսքը կարելի է ասել այսպես, որ պետք է կատարել իրական միկրոռեգիոնալ միկրոշրջայնացում, որի մեջ պետք է ներառվեն տեղեկատվություն բնակլիմայական պայմանների եւ աշխարհագրական գոտեվորման եւ համապատասխանաբար ինտեգրված տեղեկատվությամբ մակնշել, թե որ հատվածում ինչպիսի մշակաբույսեր պետք է աճեցվեն, որ բարձրություններում ինչպիսի դիմացկունության մշակաբույսեր պետք է աճեցվեն եւ այս տարածական ինտեգրացիայի արդյունքում մենք ունենանք լայն հնարավորություն արդեն ապահովագրական ինստիտուտի ավելի ճշգրիտ կիրառման եւ կրկին անգամ առաջարկությունը պետք է լինի, որ այս ուղղությամբ աշխատանքները մենք ակտիվացնենք տարածական տեղեկատվական ինտեգրման շրջանակում, որը կտա լայն հնարավորություն որոշումների ճշգրիտ կայացման համար։ Շնորհակալություն։
Այո, համաձայն եմ, բայց մեկը այդ ուղերձը քաղաքական պետքա տալ, որ Ժորժ ջան, այս համակարգը ձերն է, դա ուրիշինը չի։ Այդ համակարգը պետքա փայփայել, պետքա իրան խնայել, որովհետև ինչպես մենք մեր գույքին եւ ունեցվածքին ենք վերաբերվում, տենց էլ ապահովագրական համակարգին պետք է վերաբերվենք։ Դա գյուղացիներինն է, իրանց ռիսկը ապահովելու մասին։ Իհարկե, պարզ է, որ դա մյուս կողմից էլ բիզնես է, բայց եթե այդ բիզնեսը չլինի, ապահովագրությունը չի լինի, որովհետև պետքա փոխշահավետ ինչ-որ բալանս ձևավորվի եւ այդ բալանսի շուրջ մենք պետքա աշխատենք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, նախ նշեմ, որ այո, փաստացի աշխատանքները 19 թվականին են տարվել եւ 20-ից մեկնարկը եղել է։ Մի քանի դրվագներով ձեր մտքերը շարունակեմ, նախ առաջինը այստեղ ամբողջովին համաձայն ենք ձեր հետ եւ նշեմ, որ իրենք ապահովագրական ընկերությունների հետ մեր խոսակցությունը կենտրոնական բանկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ հենց նաեւ դրա մասին է եղել, իրենք էլ նշում են, որ իրենք որոշակի, այսպես ասած, մեզ զգուշացնում կամ տեղեկացնում են, որ իրենք որոշակի զգուշավորություն են ցուցաբերելու եւ այս կոնտեքստում իրենք կենտրոնանալու են առաջին հերթին այն տնտեսությունների վրա եւ այստեղ մեր քաղաքականությունները նույնական են, որոնք որ իրապես ապահովագրություն են անելու իրենց ներդրումները պաշտպանելու համար, ոչ թե ապահովագրություն են անելու ապահովագրությունից գումար աշխատելու համար, ցավոք սրտի դա եղել է եւ համակարգը այդ հնարավորությունը տվել է։ Եվ այստեղ ուզում եմ նշել, որ միայն ինտենսիվ այգեգործության ոլորտում մի քանի 100 միլիոն դոլարի, մի քանի 100 միլիարդ դրամների ներդրումներ են եղել վերջին տարիներին եւ շատ կարեւոր է, որպեսզի պետությունը իր գործիքակազմով կարողանա համակարգ ստեղծել, որ այդ ընկերությունները ոչ միայն իրենք միայն ցանցով կամ այլ իրենց հասու գործիքներով պաշտպանվել, այլ նաեւ ապահովագրության համակարգ լինի, որպեսզի այդ ներդրումները պաշտպանվեն, որովհետեւ հակառակ պարագայում իրենք լուրջ խնդիրների առաջ կկանգնեն եւ տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Նշեմ, որ նաև ձեր հանձնարարականի հիման վրա կառավարությունը արդեն իսկ մեկ որոշում ընդունել է հակակարգտային ցանցերի կարգտաբեր համայնքներում ցավոք սրտի այն մարդկանցից ումից, որ մենք ազդակ էինք ստացել եւ մենք կոմունիկացրել ենք, որ իրենք նշել էին, որ ուզում ենք այդպիսի համակարգ, հետո բոլորին զանգերով տեղեկացրել ենք, որ ընդունված է կառավարության որոշումը, բայց դեռևս չունենք մյուս կողմից արձագանք, եւ որոշումն էլ շատ լավն է։ Կառավարությունը հակակարգտային ցանցի ծախսի 75%-ը փոխհատուցում է։ Այստեղ պասիվություն կա, այսինքն մի կողմից կա խնդիր, բարձրաձայնում են, հետո լուծվում է խնդիրը, ընդ որում տեղեկացվել է, որովհետև շատ կոնկրետ մարդիկ են եղել, մոտավորապես մի քանի 100 եւ այդ մի քանի 100 մարդուն մենք նաեւ ոչ միայն ընդհանուր մեսեջ ենք տվել, որ այդպիսի բան կա, այլ նաեւ որ ունեցել ենք տվյալները, նաև հնարավոր հասումիջոցներով տեղեկացել ենք ծրագրի մասին, սակայն ցավոք սրտի դեռևս արձագանքը այդպես չկա։ Ինչ վերաբերվում է ձեր նշած մյուս մասին թվայնացման հետ կապված, այստեղ արդեն պարոն Թովմասյանը նշեց ու ուզում եմ նշել, որ գեոպորտալի մասով մենք բավականին լավ աշխատանք ենք այս տարվա ընթացքում տարել։ Էլի գալիս ենք կարողություններին, կարողացանք մասնավոր հատվածից բերել մասնագետ, ով ըստ էության 1.5 ամսում ավելի շատ աշխատանքի արել, քան նախորդ 2 տարում է արվել այդ ամբողջ մասով եւ արդեն ինձ թվում է մենք 1 ամսում հիմնականում կավարտենք մեր բոլոր ինտենսիվ այգիները, խելացի անասնագոմերը եւ այլն ու արդեն կանցնենք հաջորդ փուլին, հողերի կատեգորիաներին եւ նմանատիպ այլ քարտեզագրումների, որոնք մեզ հնարավորություն կտան մտնել միանգամից քարտեզի վրա եւ հասկանալ, որ այստեղ այսքան հող ունենք, այս կատեգորիայի, այստեղ այս սպանդանոցը կա, այստեղ այս արոտավայրերը գոյություն ունեն եւ այսպես շարունակ։ Այսինքն ինքը բավականին լավ աշխատանք է, որը բոլորին եւ առաջին հերթին ներդրողների համար շատ տեսանելի եւ հասկանալի միջավայր է ստեղծում։ Շատ լավ։ Հիմա մենք պարոն Թովմասյան գեոպորտալում չենք կարող կլիմայական վիճակագրական շերտ դնել, որպեսզի ըստ էության ապահովագրություն, վերապահովագրություն գնահատականները ավտոմատ կդառնան, մենք լավ կհասկանանք ինչ ենք անում, ինչ ենք խթանում։ Ես չեմ կարծում, որ դա բարդ բան է, գլոբալ իմաստով երկուսն էլ թվայինացված է, ուղղակի լուծումները պետք է սինխրոնիզացնել։
Ինչն է խանգարում, որ դա անենք։ Պարոն Գրիգորյան, իմ կարծիքով խանգարող հանգաման կարող է հանդիսանալ միայն տեխնիկական հագեցվածությունը, եթե մենք ամբողջ հանրապետության տարածքում ունենանք այդ հիդրոմետ ցանցը կառուցված եւ այդ տեղեկատվությունը առցանց ռեժիմով ունալ, ես տեղյակ չեմ ունենք թե չունենք, եթե կան այդ տվյալները, ապա ինտեգրման հնարավորությունը շատ արագ կարելի է կարգավորել։ Շատ լավ, դե հիմա մենք մյուս կողմից այդ ցանցն ենք զարգացնում, մյուս կողմից թվայնացման օրակարգով, մյուս կողմից գեոպորտալը եւ դա պետքա այո, on-line եղանակով իրականացնենք։ Հիշում եք, մենք բանում քննարկել ենք հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք այդ հարցը եւ հավանություն ենք տվել, շրջակա միջավայրի նախարարություններ ներկայացնում եւ այդտեղ հենց ավելի խորը եւ ավելի որակյալ եղանակային կանխատեսումների եւ շատ կարևոր է հենց այդ ժամանակ էլ քննարկել ենք դա, որ այդ ինֆորմացիան պետքա բաց լինի կամ որոշ բաներով որոշ պայմաններով հասանելի լինի ներդրողներին, որ նրանք որևէ հողակտորի վրա ներդրում անելիս ունենան վերջին ժամանակաշրջանի եղանակային ոչ թե կանխատեսումը, այլ ինչ եղանակա գրանցել, ինչ բաներ կան, շրջափուլեր կան եղանակային եւ տեղումների քանակները եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա այդ process-ը գնում է, գնման գործընթացը տեղի է ունենում։ Իմ վերջի տեղեկություններով, պարոն վարչապետ, այո, ֆինանսավորման որոշակի հնարավորություններ կա, բայց մենք նաև մեր միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք, որ հնարավորինս շուտ այդ գործիքները ունենանք եւ կանխատեսումներն մենք այդ գործիքներով թե եղանակների քանակը, թե տեսակն էլ անձրև, կարկուտ, թյուն, այսքան կունենանք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ, երկու պարագայում մենք կապիտալ ներդրումներ ենք անում, ի նպաստ էս գաղափարին, որ քննարկում ենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս պայից սկսած սինխրոնիզացման մասին մտածենք, ընդ որում ես կարծում եմ նաև, որ եթե մինչ այս օրը կուտակված վիճակագրությունը, որը ես որքան գիտեմ թվայինացված է, կամ առնվազն հնարավոր է թվայինացնել, կարող ենք արդեն այդ շերտը դնել շատ ավելի իրական պատկեր կունենանք ապահովագրվելիք ռիսկերի մասին, քան ունենք այսօր, որ մեխանիկական ենք անում ըստ կադաստրի, իհարկե դա կբերի նրան, որ ակտուարական հաշվարկները հնարավոր չի լինի օբյեկտիվ անել։ Բայց հիմա այստեղ համակարգային խնդիր եմ տեսնում, որովհետեւ հիմա թեմաներ կան, որ ես հասկանում եմ, որ մենք կառավարության նիստում կամ առաջին անգամ ենք անդրադառնում նրան կամ բավարար խորությամբ չենք անդրադարձել։ Այս հարցերը տեսեք, երբ որ մենք մեր քաղաքականությունները սինխրոնացնելու եւ ռազմավարական կառավարման մասին ենք խոսում, սրա մասին է խոսքը։ Որովհետև հիմա այս հարցերի պատասխանները պետք է լինեին։ Հիմա շրջակա միջավայրի նախարարի պատասխանն ինձ դուր չեկա, որ ոնց որ հնարավորություն կա ֆինանսավորման եւ այլն եւ այլն։ Հիմա որ գնանք կպարզի որ կա, բայց այդքան էլ լավ չի, այդքան էլ ամբողջական չի, չնայած հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք, չնայած կադաստրի կոմիտեի անցած տարվա տարեկան հաշվետվության ժամանակ հստակ հանձնարարական տրվել է, որ ամեն նախարարություն իր հետ կապված բանի այդ շերտերի հնարավորությունները ուսումնասիրի, այդ շերտերը գույքագրի, այդ շերտերը լրացնելու բան անի, որոշումներ կայացնի։ Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում ենք, դե ասում ենք, հա երևի, դե կարող է, դե երևի ճիշտ է սենց անել, դե երևի դե Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, սենց դե երևի, դե հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է, տենց ոնց կլինի։ Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ես կոնկրետ ժամկետներով։ Ինձ ասեք երբ է, ինչա, ոնց է։ Որովհետև էլի եմ ասում, մենք բան ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում ենք։ Ես չեմ կարող ամեն օր զանգեմ, ասեմ, այն երեք որ հանձնարարեցի, այդ արվում է, թե չի արվում։ Հետո մի հատ է հաջորդ օրը, հետո մի հատ է հաջորդ շաբաթ, հետո մի հատ է հաջորդ ամիս, հետո մի հատ ամառը, մի հատ ձմեռը, մի հատ գարունը, մի հատ աշունը։ Այս ռեժիմով չի լինի աշխատել։ Հետո ես գնամ ուրիշ տեղ են տրամաբանության, որտեղ պետք է այդ բանը լինի, տենամ այդտեղ մի հատ փոս է։ Ունդեղից վերադառնամ կամ ասեմ, բախիա փոս ու բացատրություններ։ Ինձ կոնկրետ էս ինչ հարց բարձրացեցի, կոնկրետ պատասխան կտանք։ Հարցը դրվում է քվեարկության։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։